Բարևձեզ, բարի եկել Աստծո տունը, եկել ենք փառավորելու, մեծարելու Տիրոջը, թողնելով մեր ամբողջ հոգսերը, բեռերը, մտքերը, ուրեմն դրսում թողնում ենք եւ Տիրոջ ներկայության մեջ ենք գալիս զորությունով եւ հաղթանակով։ Ով Տեր, լսիր իմ աղոթքը, ականջ դիր իմ աղերսանքին, պատասխանիր ինձ քո հավատարմությամբ ու քո արդարությամբ։ Քո ծառայի հետ դատաստան մի տես, քանի որ ոչ մի կենդանի մարդ չի կարող արդարանալ քո առջև։ Քանի որ թշնամին հալածեց իմ անձը, կյանքս գետնով տվեց, ինձ վաղուց մեռածների պես մթության մեջ նստեցրեց։ Դրա համար հոգիս իմ ներսում մաշվեց, սիրտս իմ ներսում վհատվեց։ Առաջին օրերս եմ հիշում, մտածում եմ քո բոլոր գործերի մասին, ձեռքիդ գործի մասին եմ խորհում։ Շուտով լսիր ինձ ով Տեր, հոգիս նվաղեց, երեսդ մի շրջիր ինձանից, որպեսզի գուբը իշխողներին չնմանվեմ։ Առավոտյան քո ողորմությունը լսելի դարձրու ինձ, քանի որ հույսս քեզ վրա է։ Ցույց տուր ինձ իմ գնալիք ճանապարհը, քանի որ դեպի քեզ բարձրացրի իմ անձը։ Փրկիր ինձ իմ թշնամիներից, ով Տեր, ինձ քո մեջ թաքցրուր։ Արդյոք մենք աղոթքներում խնդրում ենք Տիրոջը, որ մեզ իր մեջ թաքցնի, շատ գեղեցիկ համար է։ Սովորեցրու ինձ քո կամքը կատարել, քանի որ դու իմ Աստվածն ես։ Քո հոգին բարի է, ինձ արտամատրության երկիրն առաջնորդիր։ Քո անվան համար կենթանացրու ինձ, ով Տեր։ Քո արդարության համար հանիր ինձ նեղության մեջից։ Քո ողորմությամբ կորցրու իմ թշնամիներին ու կործանիր բոլոր իմ անձը նեղողներին, քանի որ ես քո ծառան եմ։ Ամեն, փառք Տիրոջ խոսքի համար։ Եկել ենք մեծարելու Տիրոջ։ Ամեն։ Տխրության, ուրախության պահին իմ կողքին ես դու ես որ լսում ես ինձ, դու ես որ տեսնում ես ինձ, տխրության, ուրախության պահին իմ կողքին ես մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրնանքը միայն քեզ, քարն Աստծո միայն քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրնանքը միայն քեզ, քարն Աստծո միայն քեզ, մեծարում եմ քեզ։
աղոթքիս լուր վկան ես դու իմ հոգու անկերն ես դու պատում ես ներկայությամբ քեզ եմ փափագում աղոթքիս լուր վկան ես դու իմ հոգու անկերն ես դու պատում եմ ներկայությամբ քեզ եմ փափագում մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ օրնանքս միայն քեզ գարնասո միայն քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ օրնանքս միայն քեզ գարնասո միայն քեզ մեծարում եմ քեզ Երկերիս էություն ես դու աղոթքիս բուժտվողն ես դու մեծության քո խորքերում քո ժպիտն է բացվում երկերիս էություն ես դու աղոթքիս բուժտվողն ես մեծության քո խորքերում քո ժպիտն է բացվում մեծարում ենք քեզ մեծարում ենք քեզ օրնանքը միայն քեզ գարնասո միայն քեզ մեծարում ենք քեզ մեծարում ենք քեզ մեծարում եմ քեզ օրնանքը միայն քեզ գարնասո միայն քեզ մեծարում ենք քեզ Park Jesus'im, Park Jesus'im. Halleluja, Halleluja. Աղոթում եմ լսիր խնդրանքը անիրավ երկրում մենակ չմնամ դու կյանք ես կյանք դուր քո մեջ ես լինեմ ապրեմ սրբությամբ և ուրախանամ շնորհակալ եմ սիրո լույս Հիսուս շնորհակալ եմ որ իմ կյանքում կա շնորհակալ եմ ամենակալ Տեր պատրաստիր դու ինձ գիտեմ որ կգաս շնորհակալ եմ բարի լույս Հիսուս շնորհակալ եմ որ իմ կյանքում կա շնորհակալ եմ ամենակալ Տեր պատրաստիր դու Գիտեմ որ կգաս Հալելույա Հալելույա
Դժվար է ապրել այս երկրի վրա Առանց քո կյանքի, առանց քո հոգու Անձս Սուրբ Հոգի եթե չունենար Անապաշխարը սուր պիտի գնար Շնորհակալ եմ, սիրո լույս Հիսուս Շնորհակալ եմ, որ իմ կյանքում կա Շնորհակալ եմ, ամենակալը Տեր Պատրաստիր դու ինձ, գիտեմ որ կգաս Հալելույա Շնորհակալ ենք Տիրոջից, ամեն Որով ինքը ամենակալ Տերն է Սուրբ ու բարի մեր լույսն ու հույսն է, ամեն Քո տան մեջ չէ իմ պաշտպանությունը Սուրբ խոսքով ծինված ծառայությունը Կյանքի կրքի մեջ հաստատությունը Ու երբ շուտով գաս իմ փրկությունը Շնորհակալ եմ, սիրո լույս Հիսուս Շնորհակալ եմ, որ իմ կյանքում կա Շնորհակալ եմ, ամենակալ Տեր Պատրաստիր ինձ, գիտեմ որ կգաս Շնորհակալ եմ, բարի լույս Հիսուս Շնորհակալ եմ, որ իմ կյանքում կա Շնորհակալ եմ, ամենակալ Տեր Պատրաստիր դու ինձ, գիտեմ որ կգաս Փառք Տիրոջը, փառք Տիրոջ, փառք ես Տեր Մի բար ասա, կյանքի պես զորավոր Մի բան երկնից արարիչ է բզոր Մի շող լուսով խավարս պարատոր Մի շունչ հոգու Մերյալին հարուցով Կարոտ եմ Տեր լսելուց այն տանուշ Խոսքերը ծրբաշունչ պատկամըտ մեղմանուշ Կարոտ եմ Տեր անունով ինձ կանչի Եվ հոգուս ծարաված նոր երկըտ ներքի Մի պար գոնել կենարար քո խոսքից Մի պար որ թուտ հայրական ջերմ սրտից Մի խոսք սիրո իմ սրտին կարոտած Մի պար գոնե հազար խոսքից դիմաց Կարոտ եմ Տեր լսելուց այն տանուշ Խոսքերը ծրբաշունչ պատկամըտ մեղմանուշ Կարոտ եմ Տեր անունով ինձ կանչի
Եվ հոգուս ծարաված նոր երկդ մեներքի Ինչքան կարոտ ենք լսենք Տիրոջ անույս ձայնը Երբ այն ժամանակ որ Տերը մեզ անունով կկանչի Անունովի տեղը ով իր անունը տնի որ Տերը իրան կանչում է Ինչքան քաղցր հրաշալի է փառքը Տեր Մի բան ասա եղիցի ուսի պես Մի բան ասպես հավատա ու կապրես Մի երկ նորից փառքի բարձունսի պես Մի բար թե ոչ կմարեմ չխոսես Կարոտ եմ Տեր լսելու ձայն տանուշ Խոսքերդ սրբաշունչ պատկամդ մեղմանուշ Կարոտ եմ Տեր ռոզիով ինձ կանչի Եվ հոգուս ծարաված նոր երկդ մեներքի Մի խոսք վսեմ երկնքի բարձունքից Մի կած խորունկ օվկյանի խորքերից Մի պար և սիրո երկաշար Որ աղոտ կստարնա իմ քո երկերքոց Կարոտ եմ Տեր լսելու ձայն տանուշ Խոսքերդ սրբաշունչ պատկամդ մեղմանուշ Կարոտ եմ Տեր ամունով ինձ կանչիր Իմ հոգուս ծարաված նոր երկդ մեներքիր Իմ հոգուս ծարաված նոր երկդ մեներքիր Նոր երկդ մեներքիր Եհովա հիրե, իմ ասվածն է, որ հոգ է տանում ինձ համար ամեն վարքյան Եհովա հիրե, իմ ասվածն է, որ հոգ է տանում ինձ համար Տերը հոգում է կարիքներս, իմ մեծ զորությամբ և փառքի լիությամբ Նա փայլում է ինձ վրա և օրհնում է անդադար Նա հոգ է տանում ինձ համար ամեն վարքյան Նա հոգ է տանում ինձ համար Ցնծացեք Տիրոջով, ուրախանանք Տերոջ մոտ Իրա սուրբ ներկայությունը օրհնենք, մեծարենք, իրեն պաշտենք, գովերգենք, օրհներգենք Ամեն Եհովա ռոֆե, իմ
բժիշկն է, որ հոգ է տանում ինձ համար, ամեն վարքյան Եհովա ռոֆե, իմ բժիշկն է, որ հոգ է տանում ինձ համար, Տերը բուժել է իմ վերջերը, իր բարությամբ և իր սիրողությամբ, նա փայլում է ինձ վրա և ոցում է անդադար, նա հոգ է տանում ինձ համար, ամեն վարքյան նա հոգ է տանում ինձ համար, Եհովա Նիսի, իմ դրոշակն է, որ ծածանվում է ինձ համար, ամեն վարքյան Եհովա Նիսի, իմ դրոշակն է, որ հոգ է տանում ինձ համար, Տերը տալիս է հաղթություններ, իր զորությամբ և իր փառքիլիությամբ, նա փայլում է ինձ վրա և որդում է անդադար, նա հաղթություն է ինձ համար, ամեն վարքյան նա հաղթություն է ինձ համար, Եշկենք Տիրոջ համար մի նոր երգ, Երկիշ Տիրոջը մի նոր երգ, Երկիշ Տիրոջ ամբողջ երկիր, Երկիր Տիրոջ հաղթությունը, Հիսուս հաղթեց մեղքին ու մահին, Երկիր Տիրոջը մի նոր երգ, Երկիր Տիրոջ ամբողջ երկիր, Երկիր Տիրոջ հաղթությունը, Հիսուս հաղթեց մեղքին ու մահին, Մեր Աստված հրաշալի է, մեծ փառքով փառավորված, Մեր Աստված Ծնծությամբ կանչիր դու Տիրոջը, զինահարժան է օրհնանքի, Երկիր հոգիով և ցածրակիր, Աստված մեծապես փառավոր է, Ցնծությամբ կանչիր դու Տիրոջը, զինահարժան է օրհնանքի, Երկիր հոգիով և ցածրակիր, Աստված մեծապես փառավոր է, Արժան, արժան, արժան է օրհնանքի, Հալելույա, Աստված մեծապես փառավոր է, Արժան, արժան, արժան է օրհնանքի, Հալելույա, Աստված մեծ փառավոր է, Երկիշ ցնծա, ժողովուրդ Աստծո, ցնծացեք, Հալելույա, Երկիր ցնծա, ժողովուրդ Աստծո, քո Տերը հարյավ, քո արքան ելած այն բարձրացրու, ժողովուրդ Աստծո, փրկություն եղավ, Երկիր ցնծա, ժողովուրդ Աստծո, քո Տերը հարյավ, քո արքան ելած այն բարձրացրու, ժողովուրդ Աստծո, փրկություն եղավ, Հարյավ փրկիչ երկինք բարձրացրեց, որ ազգին նստեց, կամքը կատարվեց, բարձրյալ Աստծո, ճանապարհ բացվեց, վերի երկնքին երկիր ցնծա, ժողովուրդ Աստծո, քո փառքը հարյավ, քո արքան եղավ, ցայլ բարձրացրու, ժողովուրդ Աստծո, փրկություն եղավ, երկիր ցնծա, ժողովուրդ Աստծո,
քո դերը հարյավ քո աշխան ելավ ցայն բարձրացրու ժողովուրդ Աստծո բժշկություն եղավ բժշկություն եղավ բժշկություն եղավ Հալելույա, փառք Տիրոջը, այս գեղեցիկ պաշտամունքի ու պայի համար։ Հատուկ շնորհակալական խոսք ունեմ սիրելի եղբորս Թադեից եւ ամբողջ եկեղեցու կազմակերպություններից։ Շնորհակալ եմ, որ Տերը փառավորվում է մեր միջոցով։ Ամեն։ Կխնդրեմ եղբայր Ստիվիս ներկայանալ։ Շնորհակալություն քույր եւ եղբայր Տերն օրհնի ձեզ շատ եւ կուզենամ թեքվես քո հարևանին եւ ասես փառք Տիրոջը Փառք Տիրոջը Իրոք ինչքան գեղեցիկ բան է որ մարդ կա Աստծո տունը Իրան փառաբանի եւ իրան սիրի Գիտեք, մենք սիրահարված ենք սիրո վրա։ Գիտեք, հետաքրքիր բան է դա, եթե մտածում եք, Տերը ինքը սերն է։ Եվ մենք սիրահարված ենք սիրո վրա։ Դրանից լավ բան։ Այո, դա ամենակարևորն է, սիրելիներ։ Եվ մի փոքր խոսք ես կուզենամ կիսվեմ ձեր հետ նախքան որ երեխաները կան առաջ։ Գիտեք, ես առավոտ ես խոսքն եկավ իմ սրտիս մեջ։ Երկու տեսակ քրիստոնյա կա։ Երկու տեսակ։ Մեկ քրիստոնյա կա, որ ինքն ուզում է հարմարվի Աստծո կամքին։ Գիտեք, ուզում է ինքը հարմարվի Աստծո կամքին։ Իսկ երկրորդ քրիստոնյան ուզում է որ Աստված հարմարվի իրան։ Գիտեք, հետաքրքիր պատմություն ենք տեսնում Սաղմոս 51-ի մեջ։ Գիտեք, Սաղմոս 51-ը ո՞ր է Սաղմոսն է։ Այսեն Սաղմոսն է, որ Դավիթը մեղքից հետո գալիս է Տիրոջ մոտ։ Գիտեք, շատ բաներ մենք կարող ենք սովորենք Դավիթի կյանքից։ Եվ Սաղմոսի գիրքը մեծնամասնությունը Դավիթի աղոթքներն է եւ իր գրածներն է։ Եվ Սաղմոս 51:10, այսպես ասում, ասում է. Տեր, իմ սրտիս մեջ մաքուր սիրտ ստեղծի։ Եվ նոր եւ հավատարիմ հոգի դի իմ մեջ, իմ սրտիս մեջ։ Գիտեք, շնությունից հետո է այս խոսքը լինում։ Եվ կուզենամ էսի ուշադրություն դարձնեք։ Հոզեա 4:12 Աստված հետաքրքիր բան է ասում։ Ասում է իմ ժողովուրդը, այ ում մասին է խոսքը իմ ժողովուրդը շնացող հոգի են ընդունել։ Շնության հոգի են ընդունել եւ այդ պատճառը ա եղել որ հեռվանան ինձանից։ Բայց այստեղ Դավիթը շնությունից հետո գայսա Տիրոջն ասում է. Տեր, նոր ինձի մաքրի, առաջի բանն է ինքը խնդրում է։ Երկրորդ բանն ասում է որ նոր եւ հավատարիմ սիրտի մեջ հավատարիմ հոգի դի մեջ եւ Սաղմոս 51 տարբեր բաներ ա գրում եւ այստենց բան ա ասում 16-րդ համարն ասում է Տեր դու չես ուզում զո եթե չէ ես կմատուցիմ քեզ եւ ասում է իմ զոհը այսի 51:17-ն ասում է իմ զոհը խոնար սիրտն է խոնար սիրտը ով Տեր դու չես մերժի խոնար
եւ ապաշխարող սիրտը։ Ինչ գեղեցիկ բան է, չէ՞։ Ուրեմն Դավիթն այսպես սիրտ ուներ, որ Տերն ընդունում է իրան։ Ասма Դավիթը մի հատ մարդ էր Աստծո սրտի հետևից էր։ Որոշները կան մեղադրում են Դավիթին, բայց այսպես մարդ էր Դավիթը։ Եվ այս աղոթքից հետո էլ չենք տեսնում, որ ինքը շնանա։ Այս վերջի անգամն էր։ Եվ տեսնում ենք, որ Տերը իր աղոթքի պատասխանը տալիս է։ Իր հոգին է իրան առաջնորդում, որ էլ չի շնանում։ Տիրոջ զորությունով, սիրելիս, ամեն բան կարելի է։ Կուզեմ թեքվես հարևանիդ ասես Տիրոջ զորությունով ամեն բան կարելի է։ Այո։ Այն բաները, որ դու մտածում ես, որ unattainable անգլերենով ասած։ Անհնար է, Տերը հնարավոր է դարձնում։ Այ Դավիթը շնացավ, կարող էր նորից շնանալ, բայց չարավ, ինքը իր սիրտը Աստծո հետևից էր, ուզում էր ինքը հարմարվեր Աստծուն։ Եվ գիտեք, մեր Տերը այսպես Տերն է, որ մեզի կանչում է, որ մենք փոխվենք եւ նմանվենք իրան։ Գիտեք, Հիսուսի մի հատ անուններից է ինչա հավատարիմ։ Հավատարիմ։ Անգլերենով իր գրած է իր վրա faithful and true։ Հավատարիմ եւ ճշմարիտ։ Եվ ուզում եմ որ մենք հավատարիմ լինենք եւ ճշմարիտ լինենք։ Սուրբ Հոգու պտուղներից մեկն ինչ է? Հավատարիմություն։ Եվ Մատթեոս 5:6 այսպես է ասում. օրհնված են նրանք, որ ծառավում են եւ սոված են արդարության համար։ Տերը իրանց կհագեցնի։ Իրանց փափակը, իրանց աղոթքը կպատասխանի, ինչպես որ Դավիթի համար պատասխանեց։ Նույնպես էլ սիրելիս ուզում է քո համար պատասխանի։ Մեր քայլը սա է, որ Տեր ես ուզում եմ, ես խոնարհվում եմ, ես գալիս եմ քո հետևից։ Չեմ ուզում, որ դու հարմարվես իմ իրավիճակին, այլ ուզում եմ ես հարմարվեմ քեզ։ Եվ Տերն այսպեսի աղոթքը եւ սիրտը չի մերժում, եւ սիրում է, եւ բարձրացնում է։ Եվ կուզենամ մի հատ աղոթենք, Տեր իմ Հիսուս ջան, կաղոթենք այսօրվա խոսքի համար, որ դու առաջնորդես ամեն մեկի սիրտը, ամեն մեկիս միտքը, Տեր ջան, հանձնում ենք քեզ։ Ուզում ենք, որ քո խոսքը սերմի պես ցանես մեր սրտերի մեջ, որպես աճի եւ պտղաբեր լինենք քո թագավորության համար։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում եւ հիմա գրավիրենք երեխաներին կան առաջ եւ դրանից հետո էլ մի հատ շատ առանձնահատուկ բալիկ ունենք, որ հետո իր համար կաղոթենք։ Բարև երեխեք, ո՞նց եք, լավ եք։ Մի հատ հարց կուզենամ ձեզ հարցնեմ, ինչպես որ միշտ։ Եվ այս հարցը անցյալ անգամ էլ ես հարցրեցի։ Կարող եք ասեք, որ որն է Աստծո ամենակարևոր պատվիրանը։ Ինչ է Աստված ուզում մեզանից, ամենաշատը մեզանից ինչ է ուզում։ Սեր, Ապրես, սեր դեպի մեզ, Աստված, Բրավո, ասեց սեր է ուզում, որ մենք ունենանք դեպի Աստծուն։ Բրավո, բրավո։ Իրոք մենք պետք է սիրենք։ Մեր կյանքի մեջ ամեն ինչ պետք է անենք, որ ցկտենք դեպի Տիրոջը սիրենք։ Եվ ո՞նց ենք սիրում Տիրոջը։ որ մայրիկի ու հայրիկին ենք սիրում։ Ապրես, էդի մի հատ պատվիրաններից նա, չէ՞։ Եվ Տերը
մի հատ պատվիրաններից նա եւ ընդհանրապես մենք պետքա Տիրոջ պատվիրանները կատարենք։ Այո, այսպեսի Հիսուսն ասում է, որ կիմանան որ ինձ սիրում եք, մեկը մյուսին եք սիրում եւ իմ պատվիրաններն եք պահում։ Տեր Հիսուս ջան, բերում ենք քո առջև այս փոքրիկներին։ Գիտենք որ դու իրանց շատ սիրում ես։ Փառք ենք տալի իրանց կյանքի համար։ Շնորհակալ ենք, որ դու իրանց այս փոքր հասակից հավատք ես դրի իրանց սրտերի մեջ։ Կաղոթենք որ աճեսնես իրանց հավատքը, իրանց սերը քո հանդեպ եւ իրանց տանես քո ճանապարհի մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ, գնացեք ձեր դասը սովորեք։ Փառք Հիսուսին։ Այո։ Եվ գիտեք այսօր մենք հյուրեր ունենք եւ գրավիրենք որ իրանք կան առաջ։ And we have guests today, very special guests, and we're going to invite the parents and the baby to come forward. Yes. Քույր Արմիկի ուրեմն թորնիկն է։ This is our sister Armik's granddaughter. Let's give God applaud, guys. Եկեք ծափահարենք Տիրոջը։ Okay. Please come up. Համեցեք առաջ։ Համեցեք առաջ։ First of all, we applaud you for coming to the house of the Lord and making this important step. Մենք ձեզ ողջունում ենք, որ դու գալիս եք, եկել եք ձեր երեխային բերել եք Աստծո տունը, դա շատ կարևոր քայլ է։ God's word says when we make a step towards God, God makes several steps towards us. Եվ Աստծո խոսքը ասում է, երբ որ դուք մեկ քայլ անում եք դեպի Աստված, Աստված էլ շատ քայլեր է անում դեպի ձեզ։ And we hope that this is the first of many steps towards God in your baby's life. Եվ մենք հուսով ենք, հավատացած ենք, որ սա առաջի քայլերից մեկն է ձեր կյանքում եւ ձեր երեխայի կյանքում դեպի Աստված։ And we want to believe God that He will bless this baby. What is the baby's name? Evangeline. Evangeline. Wow. Amen. Amen. What a great name. Հրաշալի անուն ունի, այսինքն Եվանգելինա, հա? Yeah. Ավետարանի հետ է կապված։ Yes. So let us pray for Evangeline. Let's pray. Միասին աղոթենք երեխայի համար։ Lord, we bring before you Evangeline. Տեր մենք բերում ենք Եվանգելինային քո առջև։ And we pray for her parents. Եվ մենք աղոթում ենք նրա ծնողների համար։ They have made this step towards you, Lord. Եվ նրանք այս քայլը արել են դեպի քեզ, Տեր։ We ask that you would answer their step with blessing. Մենք աղոթում ենք, որ դու պատասխանես այս քայլին քո օրհնությունով։ We pray that faith in their hearts would burn and thirst for you. Մենք աղոթում ենք, որ հավատքը քո հանդեպ նրանց սրտերում բոցավառվի, and that they would run after you. եւ որպեսզի նրանք քո հետևից վազեն։ True blessing is in you. Որովհետեւ ճշմարիտ օրհնությունը քո մեջ է։ And those who seek you, Եվ նրանք, ովքեր քեզ փնտրեն, you will give them life-giving water. դու նրանց կտաս կենթանի ջրեր։ So we bless Evangeline. Մենք օրհնում ենք Եվանգելինային։ In Jesus' mighty name. Մենք օրհնում ենք նրան, որ ինքը օրհնված լինի։ We pray that your spirit Եվ մենք աղոթում ենք, որ քո հոգին would lead her life, նրա կյանքը առաջնորդի, would lead her decisions, նրան առաջնորդի ամբողջ կյանքում, that she would love you with all of her heart. որ նա սիրի քեզ Տեր իր ամբողջ սրտով։ And we also pray for the parents. Եվ մենք աղոթում ենք ծնողների համար նույնպես, As you directed us in your word, ինչպես որ դու մեզ քո խոսքում պատվիրել ես, train up a child in the way of the Lord, երեխային կրթեք Աստծո ճանապարհների մեջ, and he will not depart from it. եւ երեխան Աստծո ճանապարհից դուրս չի գա։ We pray that they would be good examples for
Evangeline. Աղոթում եմ, որ ծնողները բարի օրինակ լինեն Եվանջելինի համար։ And we pray that you would fill them with your spirit and lead them Աղոթում եմ, որ դու նրանց քո Սուրբ Հոգով լցնես եւ առաջնորդես on the way to eternal life. դեպի կենթանի կյանքը, հավիտենական կյանքը։ And when they do that, Եվ երբ որ դրանք դա անեն, may their coming in and their going out be blessed. նրանց ներս մտնելն ու դուրս գալը օրհնված լինի։ May everything they set their hands to be blessed. Եվ ամեն ինչ որ նրանք իրենց ձեռքը դնում են օրհնված լինի։ Amen. Ամեն։ Thank you, Lord. God bless you and your Congratulations. beautiful family. What a joy, ինչպիսի ուրախություն է։ Ամեն, ինչպիսի ուրախություն է։ Շատ կարևոր է ընդհանրապես թե մարդ ինչպես է ծնվում, ինչ ընտանիքում է ծնվում, սա մի կարևոր բաներից մեկն է։ Երկրորդ ասում են շատ կարևոր է ումից է մարդ սովորում, ով է իր ուսուցիչը։ Եվ երրորդը թե մարդ ինչպես է այս աշխարհից գնում։ Այդ երեք կարևոր բաներն են։ Եվ բալիկը այստեղ լավ սկսեց։ Նա ծնվեց մի ընտանիքում Փարք Տիրոջը, որի են բերեց եկեղեցի։ They say that there are three main important topic points which family the little baby will be born. That's very important for a human life. And second, who is the teacher who's going to teach the child when he is growing up or she. And the third, how the person will depart from this life. Those three main things. And I believe Evangelina, she started right. She was born in a family that they brought her to the house of God. And her grandmother is a God-fearing woman, and she's been praying for her all these months, and we witnessed that. So God bless you. Այսօրվա թեման լինելու է իմ 3 շաբաթ առաջվա թեմայի շարունակությունը, ով որ չի լսել, կարող է YouTube-ում լսել, ավելի մանրամասն, եւ ես սկսեցի խոսել երկնքի արքայության մասին, եւ սա մի շատ լայն թեմա է, եւ ես զգացի, որ այդ թեման դեռևս կիսատ էր, լրիվ չխոսեցինք եւ այսօր մենք կշարունակենք։ Եվ սիրելիներս, so we are going to speak about the kingdom of heaven, the kingdom of God. Because that's the number one message Jesus Christ was preaching on this earth. He was preaching and saying, repent because the kingdom of God is here. Եվ նա Քրիստոսը երբ որ քայլում էր այս երկրագնդի վրա, նա աղոթում էր եւ ասում էր ապաշխարեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է։ Նա իր աշակերտներին ուղարկում էր եւ ասում էր գնացեք եւ քարոզեցեք, որ մարդիկ ապաշխարեն, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է։ Ուրեմն սիրելիներս, մենք պետք է մեր ուշադրությունը դարձնենք սրա վրա եւ հասկանանք սա։ Հալելույա։ Մատթեոս 6:33-ում Հիսուս ասում է. դուք նախ եւ առաջ Աստծո արքայությունը փնտրեք եւ նրա արդարությունը եւ մնացած բաները կտրվի ձեզ։ Ոչ մի բանի համար հոգս մի արեք։ The word of God, Jesus says, seek ye first the kingdom of heaven and live righteously, and he will give you everything you need. Amen. So this is the most important thing. Սա ամենակարևոր բանն է։ Հալելույա, հալելույա։ Եթե ուզում ես մի բանի համար հոգս անես, ընդհանրապես հոգս մի արա առաջինը, բայց եթե ուզում ես մի բանի համար մտորես անընդհատ, մտորի Աստծո արքայության մասին, ինչպես այն ժառանգես, եւ մտորի ինչպես արդար ապրես։ Հետաքրքիր է, New Living Translation ասում է seek how, think over how to live righteously. Մտածի դրա մասին։ Հալելույա, հալելույա։ Մի անգամ Հիսուսը Կապառնայում քաղաքում էր եւ այնտեղ նա ավետարանը քարոզում էր եւ հիվանդներին բժշկում էր եւ դիվահարին ազատագրեց Կապառնայում եւ մարդիկ եկան նրա շուրջը եւ ասեցին՝ մի գնա մեր մոտ մնա։ Եվ նա ասեց՝ ես պետք է գնամ եւ ուրիշ քաղաքներում էլ քարոզեմ ավետարանը, որը պատմում է Աստծո թագավորության մասին, Աստծո թագավորության ավետարանը, որովհետեւ հենց դրա համար էլ ուղարկվել եմ։ Տեսնում եք, Հիսուսը ուղարկվել է հենց դրա համար։ Հալելույա։ Եվ ուրեմն անցած անգամ մենք
Մատթեոս 13-րդ գլուխը միասին կարդացինք, եւ այս գլուխը հիշեցնեմ այն գլուխն էր, որտեղ Տերը սկսում է առակներով խոսել եւ տալիս է 7 առակ Աստծո թագավորության մասին. Our main reading today is from Matthew 13, where Jesus starts talking about a kingdom of heaven, and he talked in parables, and he gave 7 parables. You can read that at home, that whole passage. Եվ առաջին երկու առակը մենք արդեն նայեցինք անցած անգամ հիշեցնում եմ, խոսում էր երկնքի արքայության բնույթի մասին, ինչպիսին է երկնքի արքայությունը։ Եվ մենք տեսանք, որ նա տվեց Սևնացանի առակը Հիսուսը խոսեց 4 տարբեր հողերի մասին, որոնք տարբեր մարդկային սրտեր էին։ Եվ մի մարդկային սիրտը ասում է, որ կարծես թե ճանապարհի եզրին ընկած սերմի նման էր, հողը քիչ էր եւ արմատ չտվեց, եւ պտուղ չտվեց այդ խոսքը։ Երկրորդը փշերի մեջ ընկավ եւ այդ փշերը խեղտեցին խոսքը, որովհետեւ այդ մարդը շատ էր սիրում հարստություն, աշխարհի հոգսեր, եւ աշխարհի սերը նրան տարավ ու խեղտեց այդ սերմը եւ մնաց անպտուղ։ Եվ մյուս վերջապես երրորդը նա էր, որ մի անգամից հենց սկզբից չեն ընդունում մարդիկ, հա, կարծես թշնամին գալիս է հափշտակում է խոսքը։ Եվ միայն 4-րդ տեսակ սիրտներ, որ փափուկ հողեր, եւ ասում է սերմ ընկավ եւ պտուղ տվեց 30, 60 եւ 100 պատիկ։ Տեսնում եք, ցույց է տալիս եկեղեցում տարբեր մարդկային սրտեր։ Սա աշխարհի մասին չի խոսում, սա խոսում է եկեղեցու մասին։ 4 տեսակ մարդկային սրտեր, որոնք գալիս են եկեղեցի, մի սիրտը լսում է, ընդունում է, բայց արագ մոռանում է եւ պտուղ չի տալիս, բայց կա սիրտ, որ ընդունում է եւ պտղաբեր է լինում։ Երկրորդ առակը որոմների եւ ցորենի առակներ եւ ցույց տվեց Հիսուսը, որ կան ճշմարիտ հասկեր, ցորենի հասկեր, մեջը լիքը պտուղներով, բայց կան նաև որոմներ, այսինքն մոլախոտեր, եւ այդ մոլախոտերը նման են ճշմարիտ հասկերի, իրանք արտակնապես։ Ուղղակի մեջը փուչա դատարկա։ Եվ հնարավոր է, որ այդ մարդիկ տասնամյակներով գան եկեղեցի, բայց չուզենան փոխվեն։ Եվ մենք շատ պետք է զգուշ լինենք։ Մեր աչքը միշտ մեր սրտի վրա պետք է լինի, որտեղ է մեր սիրտը։ Արդյոք մենք ունենք պտուղ, թե ոչ։ So the main important point that I'm making is that the most important is the fruit that a Christian has in its life, or in her life, or in his life. If there is no fruit, the faith is questionable. There should be a fruit. And what is this fruit? Որն է այդ պտուղը? And to know this, we're going to open Galatians. Կբացենք Գաղատացիս թուղթը 5-րդ գլուխ 22-ից 23 խոսքերը։ Հոգու պտուղը այս է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ This is the fruit of the Spirit: love, joy, peace, patience, goodness, kindness, faith, hezutun, being humble, having self-control. This is all our gifts and a fruit of the Spirit. So մենք պետք է քննենք, տեսնենք այս բաները մենք ունենք, սիրելիներս։ Ունենք այս բաները, թե մենակ խոսք կա մեր հավատքը։ Մենք այս բաների մասին անցած անգամ խոսացինք։ Երկրորդ մյուս առակը, առաջի երկուսը տեսանք որն էր, հաջորդ երկուսը Աստծո արքայության զորության մասին խոսացող առակներ էին։ Մեկը մանանեխի սերմի առակներ, մյուսը թթխմորի, որ արքայությունը փոքր սկսվում է, երբեք փոքր սկիզբը մի անարգի, բայց մեծանում է, աճում է ու դառնում է մի զորավոր ծառ, հիշում եք։ Եվ նույն ձևի քրիստոնեությունն է, ինքը փոքր սկսվեց, մի փոքր մանկիկ ծնվեց Իսրայելում, 33 տարի ապրեց ու խաչվեց, բայց այսօր 2000 տարի հետո քրիստոնեությունը գրավել է ամբողջ աշխարհը։ Ամեն։ Ու գիտեք ինչ, շարունակվելու է ել ավելի։
Գնալով ել ավելի զորանալու է, եկեղեցին գնալով մաքրվելու է ու փայլելու է։ Hallelujah. The next two parables that Jesus gives in this chapter is about the potential, that multiplication potential of the kingdom of heaven. It starts small with a very small, tiny seed, but it multiplies. And Christianity, after 2,000 years after Jesus, it took over the whole world. And it will continue because there is power in the kingdom of heaven, in the kingdom of God. Hallelujah. Այս ամենը մի քիչ կրկնություններ անցած անգամվանից։ Այսօր մենք կնայենք հաջորդ 3 առակները։ Եվ հաջորդ այս առակը, որ գալիս է, պատմում է, որ մի մարդ պատահական մի դաշտում մի մեծ գանձ գտավ։ Եվ այդ գանձը թաղեց եւ գնաց ինչ ուներ չուներ վաճառեց, եկավ, որ այդ թանկ հողը գնի, որովհետեւ նա հասկանում էր, որ այնտեղ գանձ կա։ Եվ այդ գանձը շատ ավելի արժեքավոր է իր ամբողջ ունեցվածքից։ Եվ մյուս առակը Մարգարիտի առակն է, որ մի վաճառական նա գնաց ու գտավ մի շատ թանկարժեք մարգարիտ եւ նորից ամեն ինչ վաճառեց, որպեսզի գնի այդ մարգարիտը։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ երկնքի արքայությունը եւ Հիսուսի հետ հարաբերությունը շատ թանկարժեք բաներ են։ Սա մեր կյանքի գանձն է, սիրելի հավատացյալներ։ Սրանից ավելի արժեքավոր բան գոյություն չունի։ Եվ արժի, որ դու հրաժարվես որոշ բաներից, որպեսզի գնես դա։ Սիրելիս, դու չես կարող Քրիստոսին բերես ու քո չփոխված կյանքի վրա ավելացնես, կարծես մի նոր բան։ Այդպես չի լինում։ Երբ որ դու գալիս ես Քրիստոսին, դու պետք է ուրանաս ինքդ քեզ։ Որն է ճշմարիտ ապաշխարությունը։ 180 աստիճան դու քո կյանքը պիտի փոխես։ Եվ աղոթքը, որ մենք անում ենք ապաշխարության, դա դեռևս սկիզբն է միայն, առաջի քայլն է։ 20 տարի առաջ աղոթքով դու չես փրկվում, մի խաբնվիր։ Այդ աղոթքը քեզ հրավիրում էր կանգնել Քրիստոսի ճանապարհին ու սկսել ապրել նրա հետ, օրեց օր։ Եվ ամեն օր նա քեզ կասի, «Էս մյուսը, այս մի ընկերը, այս մի սովորությունը սիրելիս»։ Եվ կամաց դու պիտի գինը իր շնորհքով վճարես։ Եթե դու իրան սիրում ես, դու պիտի վճարես այդ գինը, որովհետև նա շատ ավելի թանկ է, քան մնացած բոլոր հաճույքները, որ այս աշխարհը մեզ տալիս է։ Հալելույա, կարող ենք ծափահարենք Տիրոջը, փառք Տիրոջը։ And so the other 2 parables are about the man who finds a treasure in the field and the man goes and sells everything to come and buy the field. And there is another man who found a very precious pearl and he went and he sold everything to come and to purchase that pearl. Why? Because there is a great treasure in there. And so the kingdom of God and the relationship with Jesus is that treasure. There are certain things that we need to pay. There is price to be paid for us to follow him. And believe me, it's all worth it. It's all worth it. Because the joy, the peace, the goodness, the kindness that we find in Jesus, nothing in this world can be compared to it. And this is just, I would say, it's an invitation to you. Amen. Hallelujah. Hallelujah. Thank you, Jesus. Պողոս առաքյալը ինչ էր ասում, ես շատ եմ սիրում այս խոսքը։ Նա ուներ ամեն բան, որպեսզի հպարտանար։ Նա Հռոմի քաղաքացի էր։ Նա լավագույն ուսուցիչների մոտ սովորած ընտիր ուսուցիչ էր օրենքի։ Եվ ինքն ինչ ասում։ Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համար։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից եւ այդ ամեն աղբ եմ համարում, որպեսզի միայն Քրիստոսին շահեմ։ Ինչով ենք այսօր մենք հպարտանում։ Մեր կրթությունով,
մեր աշխատանքով, մեր բիզնեսով, մեր շնորհքներով, մեր տաղանդներով, ինչով ենք այսօր մենք հպարտանում։ Այդ ամեն ինչ ասում է ես աղբ եմ համարում, որովհետև եթե քո ձեռքին վրայից քաշես, ես ոչինչ չեմ կարող, ես ոչինչ եմ։ Hallelujah, 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 Փառք Տիրոջը։ I give you praise, Lord. I give you praise. Thank you, Jesus. Գիտեք, ես երեք նայում էի այս առակները եւ մի հետաքրքիր ձևով բացվեց սա ինձ այդ Մարգարիտի առակը։ Արդեն այս մի ձևը, որ նոր պատմեցի, ես գիտեի դա, այդ հայտնություն ունեի, բայց հիմա ինչ որ կասեմ նորություն էր ինձ համար։ Գիտեք, ասում է նմանեցնում է, ասում է, որ այդ վաճառականը, որ գիտե շատ լավ Մարգարիտների արժեքը։ Այդ մենք չէինք, որտեղ գիտեք, մենք իրան չընտրեցինք, մենք այդքան իմաստություն չունեինք, որ այդ Մարգարիտին, այդ գանձին ընտրեինք։ Մենք ոչինչ չգիտեինք, ինքը մեզ գտավ ու գնեց ու սիրեց, երբ որ դեռ մենք մեղավոր էինք, ճիշտ է։ Հետո մեր աչքերը բացեց, մեզ մաքրեց, որ նոր հասկացանք իր արժեքը, ճիշտ է։ Ասում է այդ տաղանդավոր այդ վաճառականը, որ հասկանում էր Մարգարիտներից, դա Հիսուս Քրիստոսն էր։ Եվ նա տեսավ քեզ, տեսավ, թե դու ինչպիսին պիտի լինես Մարգարիտ։ Եվ դե նա հասկացավ, որ դու արժեքավոր ես ամեն ինչից ավել։ Այնքան արժեքավոր, այնքան սիրելի ու այնքան փափագելի, որ նա պատրաստ եղավ վճարել այդ գինը, այդ ծանր գինը, այդ դառը բաժակը նա պատրաստ եղավ խմել մինչև վերջ քո համար, որովհետև դու արժեքավոր ես։ Սիրելիս, ինչ է Մարգարիտը? What is pearl? How it is made? Ինչով է նա սարքվում? Մարգարիտը սարքվում է, երբ որ մի փոքրիկ կեղտի կտոր, մի փոքրիկ ավազի կտոր ընկնում է խխունջի մեջ. Pearls are made of little sand falling into the oyster shell. And that sand, that piece of dirt, it's becoming an irritant. It's irritating the oyster from inside. An oyster is making substance to cover it up with a substance that comes from the oyster. And it covers that dirt, covers that dirt, covers that dirt, and eventually that beautiful pearl is made from the substance of the oyster. Ուրեմն, երբ որ այդ կեղտը, այդ աղբը ընկնում է խխունջի մեջ, խխունջին սկսում է ներսից վնասել։ Խխունջը իր մարմնի միջից նյութ է արտադրում, որպեսզի այդ ավազի հատիկը ծածկի։ Ծածկում է շերտ, մինչև Մարգարիտն է դա ձևավորվում։ Սիրելիս, մենք այդ ավազի կտորն էինք, Ադամը հողից եկավ, այդ կտորը հողի, անարժեք։ Եվ ինչ արեց Հիսուսը, իրենով մեզ ծածկեց, ինքը տեսավ մեզ, մեր Մարգարիտ պոտենցիալը, և ինքը սկսեց մեզ ծածկել իրանով, իր շերտով, իր նյութով, իր մեջի նյութով մեզ սկսեց ծածկել, շերտավորել, շերտալ, մինչև մենք դարձանք նրա նման փայլուն և նրա նման արժեքավոր։ Hallelujah, hallelujah, hallelujah. You are those pearls. He saw those pearls in you. He didn't see the dirt. He saw that you can become a pearl. And he gave the ultimate price to purchase you. What price are you ready to give to please him? What price are you ready to give him to make him your priority? Ինչ գին ենք մենք պատրաստ վճարենք, որպեսզի գնենք երկնքի արքայությունը։ Հա? Hallelujah. Կա արդյոք շատ բարձր գին են գնի համեմատ, որ նա է տվել։ Շնորհակալ ենք Տեր։ Do you guys understand something? I'm trying to kind of, or it's hard? Does it make sense? Okay, good. Thank you, Jesus. If you come every Sunday, we're going to have a translator here, so. Hallelujah, hallelujah.
Thank you, Jesus. Եվ վերջին առակը, 7-րդ առակը, սա մեզ համար մի հատ այսպիսի նախազգուշացում է. The seventh parable is a parable of warning to every Christian. And it's the parable of the net when they put the net in the ocean and all kind of fish, good fish and bad fish, valuable and worthless, came into the net. And one day they would sit down on the shore and they would start sorting good from bad, worthless from the worthy. Ուրեմն վերջի առակը դա ուրկանի առակն էր։ Ուրկանը գցեցին ծովը եւ ամեն տեսակ ձուկերը եկան մտան ուրկանի մեջ։ Մեծ, փոքր, արժեքավոր, անարժեք։ Եվ մի օր ասում է կնստեն ափին եւ կսկսեն այդ ուրկանի ձկներին խմբավորել, լավը վատից։ Եվ վատը անորակ անարժեքը կգցեն հետ։ Ասում է երկնքի արքայությունը այսպես է լինելու։ Սիրելիս մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Ինչպես մենք կարող ենք դառնանք անարժեք, հնարավոր է սա։ Աստծո ասում է նրանք կուլք պաշտեցին եւ կուլքի պես դարձան անարժեք։ Հասկանալի է։ Ամեն ինչ մեր համար կարող է դառնալ կուլք։ Ամեն մի լավ բան, որ Տերը տալիս է, կարող է մեր համար դառնալ կուլք, ընտանիքը, երեխաները, աշխատանքը, կրթությունը, հայրենիքը, ամեն մի լավ բան կարող է դառնալ մեր համար կուլք։ Առաջինը Տերն է։ Առաջին Տեր եւ Տիրոջ միջոցով ամեն սեր արժևորվում է։ Ամեն։ Հալելույա։ Մեր աչքը թող մեր վրա լինի։ Մենք սիրենք Քրիստոսին, որպեսզի մարգարիտ լինենք, փայլող։ Կուտքերից հրաժարվենք, որպեսզի չլինենք անարժեք մի օր։ Եվ նա մեզ չգցի օվկիանոսը նորից, հա։ Հալելույա։ Մեղքը մարդուն դարձնում է անարժեք։ Մեղքը մեր եղբայր Ստիվը ասում է այդ խոսքը։ Քրիստոսին նորից խաչում է խաչի վրա։ Նորից դնում է իրան այդ ցավի մեջ։ Եվ դա դարձնում է մարդուն անարժեք։ Հրաժարվենք այս բաներից։ Վճարենք այդ գինը սիրելի քրիստոնյաներ։ Հալելույա։ Հալելույա։ Մատթեոս 24:14 Հիսուս ասում է. այս արքայության ավետարանը պետք է քարոզվի ամբողջ աշխարհով, որպես վկայություն բոլոր հեթանոսներին, եւ այդ ժամանակ միայն կգա վերջը։ Ուզում եք սպասում եք Քրիստոսի երկրորդ գալստյան համար, քարոզենք այս թագավորության ավետարանը։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Դու օրհնվում ես այսօր Փառք Հիսուսին։ Եվ տեսնենք սիրելիներս, թե Աստծո թագավորությունը ովքեր են ժառանգում, ինչպիսի որակն է ժառանգում Աստծո թագավորությունը։ The last part of the sermon, we're going to look at what kind of people inherit the kingdom of God. What qualities we need to have as Christians to inherit. And the first thing we talked about this last time is about humility. And Jesus said, look at this little child. If you do not change and become like these children, you are not going to inherit the kingdom of heaven. Amen. And ուրեմն առաջի կետը մենք խոսացինք անցած անգամ, ովքեր են Աստծո արքայությունը ժառանգում, խոնարհության մասին խոսացինք։ Նա կանգնեցրեց փոքր երեխային եւ ասեց. եթե չփոխվեք եւ երեխայի նման չդառնաք, Աստծո արքայությունը չեք ժառանգի։ Երեխան խոնարհ է, երեխան պարզ է, երեխան վստահում է։ Մենք կորցնում ենք այս մարդկային, այս ամենակարևոր արժեքները, կյանքը կողոպտում է մեզ։ Սիրելիս, պետք է վերադառնանք, փոխվենք ու դառնանք այս երեխաների նման։ Եվ երկրորդը ասում էր Քրիստոսը Նիկոդիմոսին ասեց, Փարիսեցուն, ասեց. մինչև վերստին չծնվես, Աստծո արքայությունը չես ժառանգի։ Jesus said to Nicodemus, he said, if you do not become born again, you are not going to inherit the kingdom of God.
And so, what is being born again? Being born again is not just a prayer. It's a part of it. Prayer is a part of it. But being born again is about changing your ways, submitting to God, being transformed. Amen. And this is a process. Վերստին ծնունդը որն է, մենք արդեն այս դրա մասին ասեցի, փոխում ես քո կյանքը, հնազանդացնում ես, այ ոնց որ եղբայր Ստիվը ասեց, հարմարեցնում ես քո կյանքը Աստծուն, ոչ թե դու ես Աստծուն հարմարեցնում քեզ, ամեն ինչը պահեմ, մի հատ էլ քրիստոնյա դառնամ, տենց չի լինում, մենք պետք է հարմարվենք Քրիստոսին, ամեն, Եվ Աստծո հոգին քո հետ խոսում այսօր, ինչ դու պետք է տաս, ինչպես դու պետք է հարմարվես Քրիստոսին այսօր։ Եվ քեզ հետ տարբեր բան է խոսելու, իմ հետ տարբեր բան։ Հալելույա։ Ուրեմն խոնարհություն վերստին ծնունդ, ու մենք կգնանք առաջ։ Եվ մենք կբացենք Մատթեոս 5:3-12-ը։ We can open Matthew 5:3-12։ Ու կտեսնենք, թե ովքեր են ժառանգում Աստծո թագավորությունը։ Հիսուսի ամենաքաղցր խոսքերն են սրանք։ Լեռան վրայի քարոզը, ես եղել եմ այդ լեռան ստորոտում, այո։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Ինչպես ես դու լինում հոգով աղքատ սիրելիս։ Ո՞վ է աղքատը։ Աղքատը միշտ սպասում է։ Որի կտան, ինքը միշտ սպասման մեջ է։ Աղքատը երբեք հագեցած կամ գերհագեցած չի։ Այ ես արդեն ես գիտեմ։ Այ արդեն ես 20 տարի եկեղեցի եմ գնում, 100 անգամ էլ Աստվածաշունչը կարդացել եմ։ Հոգով աղքատը միշտ սպասում է, Տեր, դուր ինձ քո խոսքը։ Դուր ինձ քո այսօրվա իմ փայը իմ խոսքի։ Քո խոսքի։ Քո այսօրվա փայն եմ ուզում, ոչ թե երեկվան էլ չի գործում, այսօրվան եմ ուզում։ Ու եթե դու այսօր քաշես քո ձեռին վրայից, ես ոչ մի բան չեմ կարող անեմ։ Հալելույա։ Աղջիկս համաձայն է իմ հետ։ Հալելույա։ Հալելույա, հալելույա, փառք Տիրոջը։ Մենք պետք է հոգով աղքատ լինենք։ Մենք չպետք է մասնագետներ լինենք, երբ որ հարցը գալիս է Աստծուն։ Մի հատ եղբայր ունեինք, տենց էր ասում։ Միշտ մնա ասում էր աշակերտ։ Մարիամի պես միշտ Հիսուսի ոտքերի մոտ նստի ու սպասի, որ նա քեզ կուսուցանի։ Հոգով աղքատ եղի, երբեք մասնագետ մի դառնի։ Սա ոչ միայն քարոզիչներին է վերաբերվում, այլև մարդկանց, ովքեր վաղուց են եկեղեցում, եւ երբեմն մեզ թվում է, որ մենք դա արդեն գիտենք։ Աստծո խոսքը ասում է շատ ուսուցիչներ մի եղեք, որտեղ նրանք ավելի բարձր ձևով են քննվելու։ Հալելույա։ Ուրեմն հոգով աղքատները, երկրորդ խոսքը հենց դրանից հետո է գալիս Երանի սքավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Մտածել եք դրա մասին։ Ինչ սուքի մասին է խոսքը սիրելիս։ Այ երբ որ դու Աստծո հետ ժամանակ ես անցկացնում եւ Աստված ցույց է տալիս քեզ քո սխալները, մեր մեջ պիտի սուկ գա։ Մեր մեջ պիտի գա տրտմություն։ Եվ մենք պետք է կպնենք իր փեշից ու ասենք քեզ բաց չեմ թողնի, մինչև դու ինձ չփոխես։ Հոգնել եմ էլ արդեն։ Հոգնել եմ նույնը լինել։ Հոգնել եմ անդադ սխալվել։ Հոգնել եմ անդադ լինեմ անհնազանդ։ Սուկ է գալիս քո մեջ։ Եվ գիտեք, Հիսուսը ասում էր ավելի լավ է գնաս սուքի տունը, քան թե ուրախության տունը։ Հալելույա։ Մյուս սուքը, երբ որ դու քո եղբոր համար լաց լինես այսօր է ժամը։ Քանի դեռ նա այս երկրագնդի վրա ապրում է, եւ իր սիրտը Հիսուսին չի տվել, դու պիտի սուք ունենաս իր համար։ Դու չպետք է անտարբեր լինես, դու պետք է աղոթես գիշեր ու ցերեկ, Տեր փրկիմ ցեղը, փրկիմ եղբայրներին ու քույրերին, փրկիմ հարազատներին, փրկիր իմ ժողովուրդը վերջապես, Տեր։ Այդ սուքը Աստված ուզում է, որ դու ունենաս այսօր։ Ու ասում է երանի քեզ, եթե դու սքավոր ես, որովհետև դու կմխիթարվես։ Աստված քեզ կմխիթարի։ Երբ որ դու տեսնես փրկություն, երբ որ դու տեսնես փոխված կյանքեր,
դու կմխիթարվես։ Hallelujah. It's a little complicated. I'm going to try to kind of recap. I don't want to kind of cut my thought. But you can read. This is actually Matthew 5:3 if you have your Bibles. Who are the blessed ones? Who are the ones who are going to inherit the kingdom? Hallelujah. Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Երկիրը։ Մտածել եք դրա մասին։ Ընդհանրապես աշխարհային տեսակետով ովքեր են ժառանգում երկիրը, նրանք ովքեր հպարտ են, ամբարտավան են, ուժեղ են, եկա, տեսա եւ հաղթեցի։ Ճիշտ է։ Բայց Հիսուսի արքայության մեջ տենց չի, ասում է հեզերը կժառանգեն։ Այս երկիրը եւ այս երկրի տված բոլոր բարիքները։ Դու ուզում ես բարգավաճում, դու ուզում ես բիզնեսները ծաղկեն, դու ուզում ես երկիրը ժառանգես, հեզ եղիր։ Հեզ եղիր։ Amen։ Ոչ միայն այս կյանքի մասին է խոսքը, եթե ուզում ես բարիք ժառանգես, հեզ եղի, բայց եւ հազարամյա թագավորության մասին մտածել եք, որտեղ է լինելու հազարամյա թագավորությունը երկրի վրա։ Հիսուսը գալու է եւ այս երկիրը վերջապես խոնարհվելու է իր առջև։ Եվ ինչպես է ինքը թագավորելու, ովքեր են թագավորելու այս երկրի վրա Հիսուսի հետ։ Հեզերը։ Այս հեզ քույրիկը, ով գիտի, կարող է Կալիֆոռնիայի շրջանի նահանգապետը լինի։ Ճիշտ է։ Ում միջոցով է Հիսուսը թագավորելու հեզերի։ Ուզում ես ժառանգես երկիրը այս կյանքում եւ ապագայում հեզ եղի։ Ասում է արի ու ինձ սովոր ես հեզ եմ ու սրտով խոնար։ Հալելույա։ Հալելույա։ Հետո ասում են կանայք թող չքարոզեն։ Բա որ Տերը լցնում է այսպես իր հոգով։ Տերը լցնում է, հա։ Օծում է Տերես ինքն է անում, չէ՞։ Փառք Հիսուսին։ Որ մենք չխոսանք, քարերը կսկսեն խոսան։ Հալելույա, փառք Հիսուսին, լրիվ ինքն է։ Երանի նրանց, ովքեր քաղցած եւ ծարավ են արդարության, որովհետեւ նրանք կկշտանան։ Դու ծարավ ես այսօր արդարության։ Դու քաղցած ես, որ Աստծո խոսքը պահեն, չփոխեն, չպղծեն։ Դու ունես այդ քո մեջ այդ կրակը, այդ նախանձավորությունը, երանի քեզ, որովհետև դու կկշտանաս մի օր։ Տերը քեզ կկշտացնի։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Երբ որ քո եղբայրը սխալի մեջ է, քո քույրը սխալի մեջ է, արդյոք դու ողորմած ես, դու մեծահոգի ես, դու նրան սիրում ես, դու նրա համար սուք ես տանում, աղոթք ես անում, որ նա փոխվի, թե նրան դատում ես ու խաչ ես քաշում նրա վրա։ Երանի ողորմածներին, որտեղ նրանք էլ ողորմություն կգտնեն։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք ինչ է Աստծուն կտեսնեն, Աստծուն կտեսնեն, եթե դու սրտով մաքուր ես, Աստծուն կտեսնես։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Այս հայտնությունը նենց ինձ բացվեց անցած շաբաթ եւ մի եղբայր Կարլոս Քարոզիչ է, շապավալ շատ հայտնի։ Այնց բացվեց, ես իրան լսում էի, ասում եմ, գիտեք, տարբերություն կա խաղաղապահի մեջ եւ խաղաղարարի մեջ։ Խաղաղապահը, երբ որ կոնֆլիկտ կա, խաղաղապահ բանակը գալիս մտնում է, որ պահի այդ լարված վիճակը ժողովրդի իրար չուտեն, չկոտորեն։ Բայց չի գալիս մնայուն խաղաղություն։ Դա ուղղակի պահում է կոնֆլիկտից հեռու։ Ու հաճախ այդպիսի մարդիկ ուղղակի չեն ուզում, որ կոնֆլիկտ լինի, կարծես բերում են եւ վերքի վրա, որ արդեն ինֆեկցիայի է ենթարկվել, վերքի վրա ուզում են մի հատ սպեղանի կպցնեն սիրուն։ Բայց տակը արդեն այդ վերքը թարախակալվում է։ Հնարավոր է մի փոքր կտրվածքով վերքի հարցը լուծել, թարախի հարցը լուծել, որ դուրս գա, բայց չեն ուզում դա անեն։ Պահում են, վախենում են։ Եվ ինչ է լինում, թարախակալվում անելսը,
այն օրն է հասնում, որ պետք է հետո եւի ոտը կտրվի արդեն։ Տերը չի ուզում, որ մենք վախի հոգի ունենանք։ Տերը ուզում է մենք իր հոգին ունենանք։ Եթե պետք է հանդիմանել, իր հոգով պետք է հանդիմանել։ Եթե պետք է օրհնել, իր հոգով պիտի օրհնենք։ Եվ բերում է Աստծո հոգին մնայուն խաղաղություն։ Մնայուն։ Ինքը խաղաղություն ոչ թե պահում է, այլ արարում է։ The Bible says, "Blessed are peacemakers." Not only peacekeepers, but peacemakers, because they are the children of God. Hallelujah. Thank you, Jesus. Երանի արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։ Եթե քեզ հալածում են արդարության համար, դու ճիշտն ես անում, բայց քեզ հալածում են։ Դու իր խոսքն ես պահում ու քարոզում, բայց քեզ հալածում են։ Երանի քեզ։ Հալելույա, որովհետև երկնքի արքայությունը քոնն է։ Երանի ձեզ եւ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտեն։ Ուրախացեք եւ ցնծացեք, որովհետեւ երկնքում ձեր վարձքը շատ է, որովհետեւ այդպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ եկան։ Հալելույա, սիրելիներս, չկա վախի հոգի, չկա տխրության հոգի, դու արա ճիշտը, հետևանքները թող Աստծուն։ Դու արա ճիշտը, հետևանքները թող Աստծուն։ Հալելույա։ Եվ եթե քեզ հալածում են, ուրախացիր։ Ուրախանալու պահը դա է։ Hallelujah. Thank you, Jesus. Matthew 5:3-12. I'm just going to read this in English and we're going to finish. Hallelujah. It's 12 o'clock. Hallelujah. Thank you, Lord. Thank you, Lord. Blessed are those who are poor and they realize they need Him, for the kingdom of heaven is theirs. God blesses those who mourn, for they will be comforted. God blesses those who are humble, for they will inherit the whole earth. God blesses those who hunger and thirst for justice, for they will be satisfied. God blesses those who are merciful, for they will be shown mercy. God blesses those whose hearts are pure, for they will see God. God blesses those who work for peace, for they will be called the children of God. God blesses those who are persecuted for doing right, for the kingdom of heaven is theirs. God blesses you when people mock you and persecute you and lie about you and say all sorts of evil things against you because you are my followers. Be happy about it. Be very glad. For a great reward awaits for you in heaven. And remember, the ancient prophets were persecuted in the same way. Hallelujah. Սիրելիներ, այսօր տեսնում եմ հյուրեր կա, մեր բալիկին օրհնել ենք, երևի շատերը եկել եք այդ առիթով, այդ լավ առիթ է, հրաշալի առիթ է, բայց այստեղ ավելի կարևոր առիթ կա։ Դու Աստծո շնորհքով լսեցիր այս խոսքերը, եւ սա հրավեր է քեզ։ Հրավեր է, որպեսզի դու վերջապես հանձնես քո սիրտը Տիրոջը։ Եվ եթե դու այստեղ ես, եւ դու մենք բոլորս ովքեր որ հայ են, ամենայն դեպս այստեղ ուրիշ ազգեր կան, բայց հայրս բոլորս էլ թվում է թե քրիստոնյա ենք։ Բայց գիտես, եթե մածունի շշի վրա գրես կաթ, ինքը կաթ չի դառնա, անունը մեզ չի փոխում։ Մեր էությունը պետք է փոխվի։ Ու եթե դու քո սիրտը չես տվել Տիրոջը, դու չես ընդունել նրան որպես քո անձնական փրկիչ, ոչ թե որ քո ազգի Աստված, այլ քո անձնական փրկիչ։ Հա, Հասմիկի փրկեց։ Ստիվին փրկեց, քո անձնական փրկիչ։ Եթե դու այդ մարդն ես եւ Տերը քո սրտի մեջ դրել է որ դու դա անես, ես խնդրում եմ որ դու ոտքի կանգնես եւ մենք միասին կաղոթենք։ Ուրեմն ոտքի կանգնենք Տիրոջ առջև հիմա բոլորով, որպես եկեղեցի,
Տեր ջան, շնորհակալ ենք այս խոսքի համար, որ դու խոսեցիր։ Շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ փոխում ես, որ դու մեզ միաբանում ես քո սիրո կապով։ Շնորհակալ ենք, որ դու մեզ ուզում ես տաս երկնքի արքայությունը։ Այս խոսքը մոռացա կարդամ, բայց հիմա կասեմ Ղուկասում ագրված, փոքրիկ հոտ մի վախեցիր։ Քո հայրը հաճենում է քեզ տալ երկնքի արքայությունը։ Do not be afraid, little flock, because your heavenly Father is willing to give you the kingdom. Hallelujah. Նա արդեն մեր կողմից է սիրելիս։ Նա ուզում է, որ մենք փոխվենք։ Նա ուզում է, որ մենք ժառանգենք։ Եվ մենք քեզ հրավիրում ենք Սուրբ Հոգի, որ դու մեր կյանքում քո գործն անես այսօր եւ վաղը, այս ուղերձը այս մարդկանց սրտերում կրակի պես վառվի եւ Տեր այս խոսքը այս մարդկանց կյանքում բերի փոփոխություն, բերի արմատներ, բերի պտուղներ, որ նրանց կյանքը չմնա նույնը, որ նրանց կյանքը լցվի քո կյանքով, Տեր, քո կյանքով, Հիսուս։ Հալելույա։ Քո կյանքով, քո հույսով եւ քո հույսը չի ամաչացնում մեզ։ Աղոթում եմ, որ նրանցից ամեն մեկը, որ այստեղ լսեց այս խոսքը, ժառանգի հավիտենական կյանքը, Տեր, ժառանգի քո արքայությունը, քո շնորհքով, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Եղեք օրհնված սիրելիներս։ Փառք Հիսուսին։ Գիտեք, մի երկու հայտարարություն կուզենամ կիսվեմ ձեր հետ եւ կգնանք կողքի սրահը։ Այսօր ուրեմն մեր սիրելի քույր Արմիկը ուտելիք է պատվիրել մեր համար եւ ամենիդ էլ հրավիրում է եւ միասին կարող ենք գնանք կողքում եւ փոքրիկ Էվանգելինի արթիվ միասին ճաշենք եւ շփվենք իրար հետ։ Ամեն։ Եվ նույնպես էլ մյուս շաբաթ մենք ունենալու ենք Thanksgiving-ի ճաշկերույթ եւ ամենդ էլ հրավիրված եք սիրելիներ, կարող եք գաք եւ միասին կընտրենք։ Եվ հիմա կբերենք մեր նվերները Տիրոջ առջև։ Տեր իմ Հիսուս ջան, փառք ենք տալի քեզ Տեր։ Եկել ենք գոհունակ սրտով եւ ուզում ենք ասենք շնորհակալ ենք։ Այն ինչ որ տվել ես մեզ, Տեր ջան, ամեն ինչի համար։ Մենք անշնորհակալ, անտարբեր չենք գնում, այլ եկել ենք եւ ասում ենք սիրում ենք քեզ Տեր, շնորհակալ ենք։ Եվ մի փոքրիկ այդ ինչ որ տվել ես մեզ, մենք ուզում ենք հետ տանք քեզ Տեր ջան եւ ասենք շնորհակալ ենք։ Կաղոթենք որ ամեն նվեր տվողը օրհնված լինի եւ նվերն էլ նույնպես օրհնված լինի։ Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ենք։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ։ Եթե հիմա մեկը պետք ունի աղոթքի, կարող է գա առաջ եւ կաղոթենք, եթե չէ, սիրելիներ, Տերը ձեր հետ, օրհնված եղեք եւ գնացեք Տիրոջ խաղաղությամբ։